Կրկին այգու ոռոգման մոնտաժի մեր աշխատանքներից սա նաև մենք որ նկարում ենք որպես հիշողություն է պահպանվում ամեն մարդու այգու խողովակների անցման ոնց որ հատվածները նոր այգի է հիմնվում ոնց նկատում եք ծառերի ակոսները փորած հատուկ հողախառնուրդ ենք բերել որ իրանց հողն էլ վատը չի, բայց այս ակոսների մեջ նորից որոշակի մի քիչ լցված հողերը հանվելու է, սա լցվի նոր խառնուրդ։ Նոր գազում պիտի ցանվի, առաջնային հին բուսականությունը հանեցինք, փոսերի շատերը պատրաստեցինք, ակոսները արեցինք, այգին գծագրեցինք, մոնտաժը ոնց է գնալու։ Ուրեմն գլխավորը այն կողմից գիծը գալու է եթե մի բակով արեցինք էլի ներքևն էլ այգու կտոր կա գալու է այս հաստարում են դե սրանք ինչի ենք սկոճով անում որտեղ թունելները բացած չի սա առանձին մարդիկ պետք է ջարդած տեղերը բացեն որտեղ թունելները բացած չի այս կցոնները սկոճով փակում ենք որ բլոճ կամ զիբիլ կամ ինչ-որ մի բան չմտնի խողովակների մեջ հետո պայք անենք գլխավորը սենց գալու է այս պատի տակով Ստեղ ունենալու ենք 3 տեղանոց լուկ, այս ծառը և մայթի արանքը, ստեղից նորից թունելով ծակելու ենք մտնենք գլխավորը նորից գալու է, ստեղ 2 տեղանոց լուկ ենք ունենալու, որպեսզի այս բաժինը ստեղից լուկից դուրս գա կարգավորի, գլխավորը տեղից երբ որ եկավ հասավ, այս լուկից մի կլապանը աշխատելու է այս հատվածը, սենց Պեյաձայվ, ինչպես տեսնում եք, ոնց է գալի, գլխավորը գալիս է, երկու մասի բաժանվում, այսենց մի թևը սենց է գնում, երկրորդ կլապանը աշխատացնելու է մեջտեղով։ Սրանով մենք ինչ ենք անում, երբ որ մոնտաժը համաչափ ճիշտ արվում է, քանակը ցնցողների ավելի գրագետ արվում, այնքան քիչ է ջրի ծախս լինում, այսինքն բոլոր մի հատվածը ստեղից է ջրելու, այս մեջտեղը բույսերը լինելու, այս բույսերը դուրս է գալու, տեղափոխվելու է։ Մեջտեղն էլ ունենք մի առանձին գիծ, այս առանձին գիծն էլ մի հատ սա 170 աստիճան, 360, 360, մի հատ էլ վերջինը էլի 170 աստիճան։ Նայեք ինչ ձև է անցնում խողովակները, որ երբ որ ակոսներն էլ քիչ արվի, ամեն տեղով ակոսներ չլինի, խողովակներն էլ խելամիտ արվի։ Սա երկու կլապանը ստեղով պետք է արվի, որտեղ տարածքը այնպես է, որ պետք է թույլ նասոց տրվի որոշակի համեմատած։ Հիմա ստեղից 3-ը որ դուրս է գալու, նայեք, մենք հաշվարկում ենք այնպես, որ այգին էլ ճիշտ ջրվի, այսինքն այն եռանկյունին, այն պատի տակը միջև այս որ պարկած այս բույսի հետևինը, թախի չենք միացում տվել, այնտեղ թունել ունենք։ Դա մի կլապան աշխատելու, այսինքն այս եռանկյունին մի կլապան աշխատացնելու, այս անկյունի երկրորդից այսենց մայթով մի կլապան աշխատացնելու, էսի մի քիչ շոքոտ տեղա։ Երրորդ կլապանը այս ցնցողներն աշխատացնելու մեջտեղի։ Նպատակը ինչու՞մ է, որպեսզի ավելի երբ որ կլապանների քանակը խելացի ձևով ճիշտ է սանում տարբեր առանձնացնում ես, մոնտաժը ավելի հետագա նպատակային է ծախսում ջրի լիտրաժը, այսինքն սա շոկ տեղ է, սրա րոպեն ուրիշ է լինում, նա բույսեր է լինելու, նրա րոպեն առանձին է լինելու, ստվերու տեղը առանձին է լինելու։ Ու այսենց դեռ այս վիճակում ենք, հիմա տեղափոխում ենք մյուս ներքևի բաժինը, որ մոնտաժ անենք։ Ներկայումս այս փուլում ենք։ Հիմա այս կողմի բաժինն էլ այսենց բաժին ենք ունենալու։ Մի փոքր տարածքով փոքր է, բայց բարդ համակարգ է, ստեղ այս մասերում ենք բույսեր ունենալու, ստեղ ծաղկանոցներ ենք ունենալու, ծաղկանոցի պատը եթե բարձր պատ լիներ մենք հատուկ համակարգ սարքենք, որ վերևից ցողեր, նույն այս բանը այս մասում է լինելու եւ այստեղ։ Ստեղ ունենալու ենք եղևնի, պատերի տակ մի քիչ մի 20 սանտիմետր ենք անում, որ բլուշները աճեցնենք, նայեք պատերի վրա նշված է ցնցողների տեղը։ Հնարավորինս մոտիկ ենք դնում, նորից եմ ասում, որ քիչ ծախս ունենանք ջրի ցնցողները, այսենց նա տես անկյունային է գնալու, բոլոր մայթի եզրերով, երկու հատ էս կոլուշկանները հենց ջրագծի ցնցողների տեղեր են, որ ծառը եւ այս կողմից եւ այն կողմից ջրվի եւ դաշտը ջրվի,
նույնը այս հատվածում ծաղկանոցների համար ենք սարքելու, ուղղակի ներկապային այս փուլում ենք, ահա, ինչն է ստեղը, լինելու է մի հատ մեծ, ստեղ կարող ենք գլխիկով կդնենք, որ 360 աստիճան ջրվի, դե այս լուկերը որոշակի թրջվելու է, եթե լուկերը չուզենային թրջվեր, ցնցողների քանակն ավելի շատ էր ելնելու, դեռ այս վիճակն է, ոռոգման հարցը լուծենք, նոր կկանաչապատենք, ծառերը կտնկենք։ Այս ձև է լինում, ինչ որ անում ենք, փորձում ենք իր հասկացածով նպատակային օգտագործել ամեն ինչ, որ հետագա ծախսը եւ խնամքը արդյունավետ լինի։ Այսքանը։